Բարև ընկերներ, ըստ ձեզ, ինչու պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան իշխանությունից։ Երկար մտածելու առիթ չկա։ Այսօր միասին, պարզ, լակոնիկ եւ իհարկե հանրամատչելի կքննարկենք այս հարցը։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Ընկերներ, հայհոյում են թույլ մարդիկ, հայհոյում են դաստիարակության պակաս ունեցող մարդիկ, իսկ մենք ապացուցում ենք, որ առանց հայոյանք հնարավոր է հաղթել անհաղթահարելին։ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը շատերիս ոտ հույսի եւ արդարության ճրակ վարեց։ Մտածում էինք, թե հիմա արդարությունը հաղթահարելու է, մտածում էինք, թե դատաիրավական համակարգը սկսելու է իշահանրության գործել։ Բոլորին ակնհայտ է, որ չի կարող լինել Հայաստանում դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։ Դա կարծում եմ բոլորը տեսան եւ բոլորը տեսան, որ դատական գործերին ապօրինի միջամտությունները արժանանալու են խիստ հակազդեցության։ Եվ այդ հակազդեցությունը լինելու է ժողովրդական, այդ հակազդեցությունը լինելու է համաժողովրդական եւ մեր նպատակը Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալն է։ Ես գիտեմ, որ ենթադրում եմ, որ թերևս այսօրվա акցիայի պատճառով ինչ որ դատական գործեր հետաձգվել են եւ ես ուզում եմ բոլոր այն քաղաքացիներից, ում դատական իրավունքի ու իրավունքների դատական պաշտպանության իրավունքի իրացումը մի քանի ժամով հետաձգվել է, ես ուզում եմ բոլոր այդ քաղաքացիներից ներողություն խնդրել եւ հույս ունեմ, որ նրանք արձանագրում են, որ այս նպատակը նրանց իրավունքների պաշտպանությանը խոչընդոտելը չէ, այլ նպատակը նրանց իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծելն է։ Բայց ավաղ այն մնաց երազանք։ Գիտեք ինչու է Նիկոլ Փաշինյանը այդքան քվես ստանում, որովհետև շատերը ունեն մտավախություն, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը չհաղթի, ապա մեր այն հույսը լիարժեք կմարի։ Ընկերներ, բայց իրականում ոչ միայն մեր հույսերը չեն արդարացել, այլ ընդհակառակը, գնալով ամեն բան ավելի վատ է լինում։ Մենք մտածում էինք, որ պետք է ազատվենք քրեա օլիգարխիկ համակարգից, բայց դրա փոխարեն ստեղծվում է ավելի ագրեսիվ քրեա օլիգարխիկ համակարգ։ Մենք մտածում էինք, որ ազատվելու ենք պաշտոնյաների հարստացման անառողջ ցանկությունից, սակայն ներկայիս պաշտոնյաները ավելի արագ են հարստանում։ Ցանկանում էինք, որ թալանածը վերադարձվի եւ աշխատատեղեր ստեղծվեն մեր երկրում, սակայն ոչ միայն թալանը չի վերադարձվել, այլ ավելի մեծ տեմպերով է թալան տեղի ունենում։ Պայքանում էինք, որ Արցախի հարցը ունենա հայանպաստ լուծում, սակայն ունեցանք ավելի վատ լուծում։ Պայքարում էինք հանուն արդարության, ունեցանք արդարություն հանուն չինովնիկների։ Սրանք այն քիչ բաներն են, որոնք ցանկացել ենք ունենալ եւ հակառակն է եղել։ Սակայն այս ամենը արդեն բավարար է, որ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա։ Ունենք ահագնացող գնաճ, ամեն բան թանկանում է նաեւ արհեստական ճանապարհով։ Թանկացրել են սեփական գրպանները հարստացնելու համար, իսկ հասարակ ժողովուրդը դեռ համբերում է, թե ինչին է համբերում, այդպես էլ չեմ կարող հասկանալ։ Ընկերներ, այսօր ցանկանում եմ խոսել Եղիազար Վարդանյանի մասին։ Շատերը չեն իմանա ում մասին է խոսքը, բայց ասեմ, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահի մասին եմ խոսում։ Արմատներով Թալինի Կաքավաձոր գյուղի մեր հայրենակից Եղիազարը 2019 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Աշխատել է տարբեր համակարգերում, եղել է ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր։ 2011 թվականին ձեռք է բերել հողամաս Ծաղկաձորում, 2012 թվականին բնակարան Երևանում։ Մեկ այլ բնակարան էլ ձեռք է բերել 2025 թվականին կրկին Երևանում։ Իդեպ, ընկերներ, հավանաբար Եղիազարը այն եզակի պրոֆեսորներից է, ով նաև միլիոնատեր է, այսպես, ունի $22,100, 18,900 եվրո և 31,600,000 դրամ կանխիկ գումար։ Տարեկան ստանում է շուրջ 18 միլիոն դրամ աշխատավարձ, կինը Նարինե Հակոբյանը հետհեղափոխական Հայաստանում ձեռք է բերել 1 բնակարան և 1 ավտոկայանատեղի Արաբկիրում։ Պրոֆեսորի տիկինը նաև հանդիսանում է մոդուլ ՍՊԷ-ի տնօրենը, ով ունի կանխիկ շուրջ 55 միլիոն դրամ, $85,000, 31,000 եվրո գումար։
Տիկին Նարինեն տարեկան ստանում է շուրջ 20 միլիոն դրամ աշխատավարձ մոդուլ ընկերությունից և շուրջ 30 միլիոն դրամ CES Consulting Engineers Salzgitter ընկերության հայաստանյան գրասենյակից։ Տվյալ ընկերությունը իրականացնում է ինժիներական խորհրդատվություն, նախագծում և շինարարական վերահսկողություն քաղաքացիական շինարարության և հանրային ենթակառուցվածքների ոլորտում։ Իդեպ, մեր քաղաքաշինության կոմիտեի տնօրենի տիկնոջ ընկերությունը միայն 2026 թվականին արդեն իսկ 54 միլիոն 909 հազար դրամի պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ։ Իդեպ մեր պրոֆեսորը 2017-ից 2018 թվականներին եղել է նաև Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ, իսկ մենք գիտենք, թե այդ ժամանակ որքան բարեփոխված տրանսպորտային համակարգ ենք ունեցել մենք։ Ընկերներ, հասկանում եք, չէ, որ ներկայիս իշխանության անդամների ֆինանսական վիճակը այնքան արագ է բարելավվում, որ անգամ չենք հասցնում մենք հաց ուտենք այդքան արագ։ Իսկ շատերը թե բա մեր երկրում ամեն բան շատ լավ է, ոչ մի թալան չկա, ոչ մի ծանոթ բարեկամ համակարգ չկա, ժողովրդավար երկիր ենք։ Սա է ձեր ժողովրդավար և թափանցիկ երկիրը, որտեղ իշխող խմբակը հարստանում է լույսի արագությամբ։ Կամ մենք կհամախմբվենք իրական հեղափոխության համար, կամ կունենանք արագ հարստացող իշխանիկներ, կամ մենք միասին կհաղթենք այս թալանչի ռեժիմին, կամ նրանք Հայաստանը կսարքեն փոքրիկ մարզ։ Այսօր այսքանը, հարգանքներով ձեր հայը։ Մենք ուզում ենք մի Հայաստան, որտեղ տեղ չունի բռնությունը, որտեղ տեղ չունի ծայրահեղությունը, ծայրահեղականությունը, կոռուպցիան, կեղծիքը, օլիգարխիան։ Երեք ես հայտարարություն արեցի, թե Հայաստանում այլևս չկան օլիգարխներ։ Եվ իմ այս հայտարարությունից հետո եղան մեկնաբանություններ, որոնք ինչ-որ կասկածելի գործարքներ էին փնտրում իմ այս հայտարարության ետևում։ Քանի որ կարիքը կա, ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք, թե ինչի մասին է խոսքը։ Գիտեք, այսքան տարի Հայաստանում օլիգարխ և օլիգարխիա բառը ամենապոպուլյար բառերից է, չէ, ամենաշատ օգտագործված։ Բայց ինչ է նշանակում օլիգարխիա։ Ինչ է նշանակում օլիգարխ։ Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն։ Օլիգարխ նշանակում է քչերի իշխանության ներկայացուցիչ։ Եվ ասելով, որ Հայաստանում չկա օլիգարխիա և չկան օլիգարխներ, ես ասում եմ, որ Հայաստանում քչերի իշխանությունը այլևս տապալված է և Հայաստանի Հանրապետությունում հաստատված է շատերի, այսինքն ժողովրդի, այսինքն ձեր իշխանությունը։ Դա չի նշանակում, թե մարդիկ, ովքեր նախկինում օլիգարխ են եղել կամ օլիգարխ են կոչվել, նրանք դադարել են գոյություն ունենալուց քավլիցի, բայց նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց։